եւ հայ ժողովրդի կյանքում շատ բան է փոխել կամ փոխելու է, մենք ձեզ հետ ունենք խոսելու այլ մի տարբերակ, որի վերնագիրը հետեւյալն է լինելու։ Դուք գիտեք, որ պետությունները եւ ժողովուրդները արժեք ունեն այնքանով միջազգային հարաբերությունների մեջ, ոչ թե իրենց գնահատականով, այնքանով որքանով իրենք ունեն ուժ։ Եթե ժողովուրդներն ու պետություններն անուժ են, նկատի ունեցեք, որ քաղաքակիրթի մեջ տարածված մի տեսակետ կա, որն ասում է դարիր կերակուր օտարի համար։ Մեզ համար երկու օտար կա, մեկ թուրքն է, առաջին հերթին, եւ երկրորդ հերթին ռուսն է։ Հիմա հայերի մի մասը գերատասում է ռուսական կերակուր լինել, քանի որ ինքը թուրքին ատում է եւ այլն։ Բայց մեր խնդիրը կերակուր լինելը չի։ Մեր խնդիրը մեր տեղը աշխարհում ապահովելն է։ Մեր կյանքին տեր լինելն է, այնպես ինչպես մեր հազարավոր տարիներ առաջ եւ հազարավոր տարիների ընթացքում մեր մեծերը, մեր արքաները։ Այդ իմաստով ուզում եմ ասեմ, որ թեքներս պետք է գլուխներս հավաքենք եւ մտածենք մեր ուժի մասին։ Ուժը հետեւյալն է. քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը անկախ են բանից դուք ընտրություններին ձայն տվել եք թե չէ, չեք տվել։ Ձայն եք տվել գողին, քծողին, ռսաստրուկին, մաֆիոզին, ձայն եք տվել։ Բայց ոչ մեզ։ Բայց դա չի նշանակում, որ մենք նեղացած ենք կամ չենք շարունակելու մեր գործը։ Մենք շարունակելու ենք մեր գործը սկզբից ուրեմն լուսաբանական աշխատանքը, հետո կոնցեպտուալ առաջարկները, որտեղ առանց գիտության, առանց կրթության, առանց վերակառուցման դժվար է այս աշխարհում արևի տակ տեղն ապահովելը։ Հիմա ասելիքս իմաստը ի՞նչն է։ Ուրեմն քաղաքագիտությունը ձեզ բացատրում է, որ պետությունները ունեն, ժողովուրդները ունեն ուժ։ Այդ ուժը փափուկ ուժ է կոչվում մի բարակայում, դա մշակույթն է, քաղաքական կյանքի անցյալն է, ներկան է, առավել եւս ապագան է, դրանց ռեալիզացման հնարավորություններն են, մի խոսքով լավագույն կերպարն է աշխարհում եւ երկրի ներսում տվյալ պետության կամ ժողովրդի համար։ Երկրորդ ուժը անշուշտ կոշտ ուժն է։ Կոշտ ուժը ռազմական ուժն է, նյութական ուժն է, եւ դուք Ռուսաստանի օրինակով տեսնում եք, թե կարող եք ունենալ տասնյակ հազարավոր տանկեր, տասնյակ հազարավոր անասուններ, ուրիշ երկրի նավերով տրամադրված, բայց կարող եք ջախջախվել, ինչպես որ ջախջախվում է Ռուսաստանն այսօր Ուկրաինայի հակամարտության մեջ։ Ուրեմն հատուկ ասում եմ Ռուսաստանի խումարով, հա, այն էլ չի, որ ես ռուսների մասին շատ եմ ուզում խոսել, քավլիցի, ոչ, բայց խնդրեմը այսօր իր հետ է կապված։ Ուրեմն այն իմաստով, որ Ռուսաստանն ունի տասնյակ հազարավոր տանկեր, 100,000-ավոր ինչեր, ուրեմն հրացաններ, միջուկային զենք եւ այլն, բայց դուք տեսնում եք ուկրաինացիները թուրքերեն բառեր ասում, ինչպես են բենզինով թրաշում, ոտից գլուխ, հատուկ ասում եմ ռսաստրուկներին, եւ ինձ ոչ մի բան չգրեք, չհամարձակվեք ինձ ռուսների պաշտպանության տեսակետով բան գրել։ Կարող եք սովորեք, կարող եք ընդօրինակել, կարող եք սրտները ցավի մեջ լռեք։ Ուրեմն կստանաք պատասխան ամենավատ ձևով, կրկնակի ձևով։ Եթե հայանք եք գրելու, հիշեք, որ ես արդեն 10 օր առաջ ձեզ հայոյել եմ, եթե այսպիսի բան եք անելու։ Բայց հիմա ի՞նչն է հարցը։ Տեսնում եք ուկրաինացիները ոնց են թրաշում եւ թրաշել են։ Թուրքերեն եմ ասում, որտեղ իրենք ուրիշ լեզու, ռուսները ուժից բացի ուրիշ չեն հանձնում, բայց նաեւ լավագույն քզնող են, լավագույն լիզող են։ Տեսեք ոնց են լիզում Ալիևի հետույքը, ոնց են լիզում։ Ինչու՞, որովհետեւ ճար չունեն։ Բայց ինչպես է մեզ բադի դեմ անում, որովհետեւ մեր մոտ շատ է ռսաստրուկը, իրենց ագենտուրան եւ այլն, եւ հոգեկան տառաբանքը։ Հիմա սա բայց երեք սրան եւ չանդրադառնանք ասեցի վրանան։ Ուրեմն պետություններն ունենում են հապուկ ուժ, պետություններն ունենում են կոշտ ուժ, բայց պետություններն ունենում են նաեւ խելացի ուժ։ Խելացի ուժը, երբ որ ուրեմն այդ հապուկ ուժը զուգորդում է ֆիզիկական ուժի հետ։ Բայց մինչև այդ այս բարակայում ես ուզում եմ ասել մեր հաղորդաշարը սրանից հետո լինելու է։ Ուրեմն Հայաստանի փափուկ ուժը իր փառահեղ անցյալն է, հերոսական ներկայությունը, նաև մշակութային ժառանգությունը, նաև համաշխարհային քաղաքականության մեջ հաջորդի խաղացած դերը, նաև Հայաստանի պետականության հազարավոր տարիների պատմությունը։ Ձեզ մի բան ասեմ։ Այն թեզիսը, որը տարածված է, դա Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողականության, գետնատարած ուրիշի դիմաց անձնապես չեմ ասում, ստորաքարշության,
ռուսներին հպատակ պահելու միտում ունեցող տեսակետն է, որ մենք սովորական ժողովուրդ ենք։ Ես ես ուզում եմ ասել, մենք սովորական ժողովուրդ չենք։ Առաջին Աստվածաշնչում կանք, բայց ես մեկն էլ կողքի դնենք, բայց երկրորդը մենք Հայաստանից դուրս նաև ստեղծել ենք պետականություն, Հետաքիլիկյան Հայաստանն է, որը եվրոպական տիպի պետություն է եղել, ամենազարգացած երկրներից մեկը եվրոպական, բոլորի չափանիշներով բարձր կետ։ Մենք նաև համաշխարհային քաղաքացիության վրա թողել ենք բացառիկ ազդեցություն, դա եղել է Բագրատունյաց Հայաստանի շրջանը, հետո 20-րդ դար եւ այլն եւ այլն։ Հիմա մեր հաղորդաշարը այս պարագայում կոչվելու է Հայաստանի կրկնեմ փափուկ ուժը եւ յուրաքանչյուր տանգիր արել։ Այդ փափուկ ուժը ասեցի մեր հազարավոր տարիների փառահեղ պատմությունն է եւ այդ պատմությունը ունի իմաստ ոչ միայն մեզ համար, այլ նաեւ համաշխարհային հանրության համար։ Սա ինչի համար եմ ասում եմ հետեւյալը, որ մենք այս բոլոր պայմաններում համաշխարհային քաղաքականության ուրեմն ակտուալ շրջանն ենք մտնում եւ արդեն այս անգամ ի տարբերություն մի 15 տարի եղած գողապետության շրջանի համաշխարհային քաղաքականության երկխոսության մեջ ենք աշխարհի դեմոկրատականն էլ դնենք կողքի, ամենաուժեղ պետությունների կողքին։ Դրանք Հնդկաստանն են, առավել եւս Ֆրանսիան է, առավել եւս Միացյալ Նահանգներն են եւ Միացյալ Նահանգների նախատեսումը թրիփ եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, այս բոլորով մեր միջազգային դրությունը շատ ավելի հուսալի է։ Մենք ունենք շատ ավելի լավ իշխանություն, չնայած շատ ենք դժգոհ, որ ազգային ժողով դուք մտցրեցիք Պուտինի գործակալներին։ Ուղղակի իմաստով մտցրեցիք ուրեմն Պուտինի գործակալներին մտցրեցիք ազգային ժողով եւ դուք դա անվանում եք ազգային ժողով։ Հիմա լեգիտիմ է, լեգիտիմ չի, ինչ որ է չգիտեմ, դա ուրիշ հարց է, բայց բոլոր դեպքերում ինչ եմ ուզում ասել։ Մենք ցես հետ կլինենք երկխոսության մեջ, կանենք առաջարկներ, ինչպես որ առաջարկել ենք, բայց հիմա ավելի շատ կմտցնենք, կշրջենք, ուրեմն կտեղավորենք ձեր գիտակցության մեջ, մեր գիտակցության մեջ Հայաստանի հմայքը համաշխարհային քաղաքականության մեջ եւ դրա հետ միասին հայ ժողովրդի այն հատվածի հմայքը, որը պետականության հետ է։ Այն հատվածը, որ ռուսական տիրակալության հետ է, դա մեր ժողովրդի համար արժեք չի ներկայացնում եւ վնասակար է։ Դա նկատի ունեցեք, այդ ամբողջը տեսնում եք։ Հիմա այս բարակայով էսպես։ Հիմա ուրեմն ասեցի, մենք շարունակելու ենք մեր հաղորդումները եւ բացատրելու ենք մեր տեսակետով հետեւյալը, որ մենք կարող ենք վերածնունդ ունենանք, իսկ դա մեզ անհրաժեշտ է, եթե վերադարձ կունենանք անկեղծ եւ արժեքավոր ձևով քրիստոնեական ժառանգության մշակութային արժեքներին։ Ուրեմն նայում եք Պաուլ Սևակ, կարդում եք Պաուլ Սևակ, հասկանում եք դա ինչ է նշանակում։ Բայց դրա հետ միասին, այդ ժառանգության հետ միասին, առանց մեծամտության, առանց համեստության եւ գուցե միասին ուզում եմ ասել, որ Հայաստանի վերածնունդը, եթե չի կապված ենթադրենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հետ, ապա դա մեծապես կախված է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության դոկտրինի, փիլիսոփայության, պաշտպանած արժեքային համակարգի եւ առաջարկների հետ։ Վստահեք այդպես է, Հայաստանում չկա այլ կուսակցություն, որ ունենա այն ժառանգությունն ու այն հարստությունը Հայաստանի վերակառուցման մոդելային կարգավորման իմաստով, ինչ որ ունի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը։ Եվ սա փչոտ չի։ Ուրեմն դա նկատի ունեցեք եւ այսպես մենք կշարժվենք դեպի ներկա եւ ապակա կբացատրենք այն ամենը, որովհետեւ հետագայում սխալները, այսպես ասած, չկրկնենք։ Նորից կրկնեմ, որ միջազգային ֆոնը մեզ համար դրական է, այս կամ այն չէ, հատկապես ուրեմն Միացյալ Նահանգներ Իրան հետ հակամարտության մեջ պիտի նկատի ունենանք, որ դա ոչ մի ձևով Իրանի կողմից չի կարող Հայաստանին սպառնալիք ներկայացնել, քրեբի կատարումը, որտեղ այս խամրած դժգույն չեկիստները հիմա դա են կապում, բա որ Իրանը համաձայնի, հայ ոչնչություններ, հայ Իրանը համաձայնի, որ ապրենք, թուրքը համաձայնի, որ ապրենք, ռուսը ընդհանրապես համաձայնի, որ ապրենք, պիտի մեռնենք, երեք չես տկետ այս բաները տարածվել։ Բայց ասեմ, որ վստահ եղեք, որ կգա մի օր առաջիկայում եւ Իրանը եւ Միացյալ Նահանգները կգան կոնսենսուսի եւ դա Հայաստանի համար ավելի լավ վիճակ կապովի կամ երբևէ եղել է, որպեսզի անվտանգ լինեն։ Եվ մենք պետք է կարգ ունենանք կամ ուրեմն կարողանանք այդ բոլորից օգտվենք։ Դրա համար չկարասնեմ, երևի այսօր ձեզ հայտարարում ենք, որ դա քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության գործադիր կոմիտեի որոշումն է։ Մենք ձեզ հետ կերկխոսենք Կիրակի օրերը, աշնան ավելի ինտենսիվ բնականաբար, այս շոկերը որ անցնեն, ուրեմն Հայաստանի փափուկ ուժը կներկայացնենք այն հմայքը եւ կստեղծենք այն հմայքը, ուրեմն որ մենք ունեցել ենք, բայց այսօր չունենք։ Այսօր տեսեք Հայաստանի վերաբերյալ մեկ ժողովրդավարական երկիր տեսակետն է,
մեկ էլ գողների, ավազակների, քծողների, պետության թալանչիների, ռուսական շպիոնների վերաբերյալ գիշերցերը խոսակցությունն է։ Մենք այս ամենից պատիվ չի բերում եւ այդ գողապետությունը պետք է ոչնչանա։ Այս ինչպես մենք էլ բավիկներ ասում, եթե ունեք մաֆիա, կարծեմ ինքը Շարլ Ազնավուրին է կրկնում այդ դեպքում, դուք չունեք ապագա։ Եթե չեք ոչնչացնելու գողապետություն եւ մաֆիա եւ 100 մտավորական, այլ ոչ զարգացող պետություն ունենք։ Կամ էլ գողապետություն ենք Սերժ Ռոբերտայի ամեն ինչ են ինչ-որ տեսել է։ Այս երկուսը իրար հետ հագորնյաններ են։ Այսքանը երևի կասեի այսօրվա համար, բայց մենք ունենք խնդիրներ։ Ես գիտեմ առաջիկայում նաև, որ վարչապետին ուղղված մտավորականների իսկական գիտնականների նամակներ են պատրաստում գիտության վերափոխման, ակադեմիայի վերակառուցման եւ այլն վերաբերյալ, որոնց մասին ես ցես կտեղեկացնեմ, ինչքան շատ, այնքան լավ։ Եվ վստահ եմ, որ մենք կունենանք մեր տեղ արևի տակ կամ էլ կգոլոշանանք, դա էլ է տարբերակ, նկատի ունեցեք, եթե այսպես շարունակեն եք Ռուսաստանից ուղղված ամեն մի քոսոտի, ամեն մի տկետի, ամեն մի մաֆիոզի հետևից եք գնալու, իբրև թե փողի չգիտեմ ինչ համար, իմացեք, ոչ դուք ապագա ունեք, ոչ էլ նույնիսկ այդ կերած խմազների երեխաները, դրանք էլ չունեն ապագա։ Էլ չեմ ասում մեր ժողովրդի մասին, որ ապագա չի կարող ունենալ։ Ստեսություն ձեզ կհանդիպենք, ավելի հանգամանորեն խոսենք եթերում մնացած բարականներով, թեմատիկ եւ հանգամանորեն։ Առաջ